Սաղմոս 127-ում գրված է. «Երեխաները Տիրոջ ժառանգությունն են, և որովայնի պտուղը նրա պարգևն է»։ Երեխաներն Աստծո օրհնությունն են մեր կյանքում։ Նրանք մեր սեփականությունը չեն, մեծ պարգև են Աստծոց։ Աստված մեզ արժանացրել է այս բարձրագույն կոչմանը, իսկ ինչպես ենք մենք հայտնում մեր գոհունակությունն Աստծուն։ Մեր ամենակարևոր, առաջնային և գլխավոր աշխատանքն է, պարտքն է մեր երեխաներին մոտեցնել Աստծուն, աղոթել սովորեցնել, գոհանալ և վստահել։ Եվ երեխան պետք է իմանա, որ իր ապահովությունը Աստծոց է։ Մեր պարտականությունն է երեխաներին դաստիարակել քրիստոնեական ոգով։ Երեխայի բարի դաստիարակության հիմքը Աստծո երկյուղն է, որն էլ իմաստնության սկիզբն է։ Երեխան ընտանիքում պետք է տեսնի, որ Աստված ամենակարևորն է։ Պետք է տեսնի, ինչպես են ծնողները աղոթում, Աստվածաշունչ կարդում։ Սիրելի ծնողներ, մեր երեխաները միշտ ունեն առաջնորդության և աջակցության կարիք։ Բոլոր ծնողները երազում են իրենց երեխաներին տեսնել գոհ և երջանիկ։ Բայց երեխաների դաստիարակությունը ամենօրյա համակարգված աշխատանք է։ Այն ծնողները, ովքեր նվիրված են Աստծուն, իրենց երեխաները ևս նվիրվում են։ Եթե ծնողները նվիրված չեն Աստծուն, վատ օրինակ են իրենց երեխաների համար։ Եթե ժամանակ չեն հատկացնում Աստվածաշունչ կարդալուն, աղոթելուն, եկեղեցի գնալուն, նրանք իրենց երեխաների համար լավ օրինակ չեն կարող լինել։ Իսկ ինչու պետք է սովորեցնենք մեր երեխաներին Աստծո խոսքը։ Որովհետև սա Տիրոջ հրամանն է, մեծ հանձնարարականը, պատվիրանը,